Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոընթունիչները, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի եւ գործարար ալիքի թվային հարթակներում, Telegram-ում, Instagram-ում կամ որևէ այլ սոցիալական հարթակում։ Կոչ եմ անում նաեւ բաժանորդագրվել այդ սոցիալական հարթակներին։ Սա հետախույզի օրագիրն է, հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդաշարը, ողջույն հրամանատար։ Ողջույն։ Երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է։ Մենք անցած հաղորդմանը պայմանավորվել էինք, որ պիտի վերլուծենք աշխարհազորի կիրառումը ռուս-ուկրաինական պատերազմում երկու կողմերից։ Աշխարհազոր, ռեզերվ, այո, ոչ մասնագետ զինվորականների կիրառումը, ոչ գործող բանակի զինվորականների մասին է խոսքը։ Մենք հենց այդպես էլ կանենք, բայց մինչև սկսելը J.D. Vance-ն էր Երևանում, վստահ եմ տեղյակ եք, այդտեղ մի փոքր ռազմական բաղադրիչ կար, ցուցադրվեց հենց նախագահի աշխատակազմում էր, կարծում եմ դրված, մի անօթաչու հետախուզական սարք էր, որը բերվել էր Հայաստանին Միացյալ Նահանգներից, ինչը ամեն դեպքում լավ է ցանկացած պարագայում, որ մենք Միացյալ Նահանգներից ինչ-որ զինտեխնիկա ենք ստանում, ինչը լավ է ինքնին, կապ չունի դա ինչ է, փաստը, որ մենք եւս մի երկրից ստանում ենք զինտեխնիկա, կարծում եմ դրական է։ Ինչ ցուցադրվեց, այդ ինչ սարքեր հրամանատար արդյոք առիթ ունեցել եք ուսումնասիրելու։ Դե նմանատիպ սարքեր մեծ թռիչք-ուղիչ պահանջող շատ վաղուց են մշակվում նաև Հայաստանի Հանրապետությունում, տարբեր արտադրողների մոտ, կային երկու թևավոր, ասենք, կային այտենց ոտքերից թռնող, ոնց որ այդ մեկն է արբանյակի տպավորություն թողող, որ ինքը ստեղից այսինքն ինքը ուղղահայաց թռիչքի ԱԹՍ է։ Այո, ինքը թռիչ չէ, ինքը թռիչք է անում վերև այդպես, հետո հրթիռի նման է։ Հետո ուղղվում է եւ արդեն գարիզոնտալն է թռնում։ Ոչ մի այդպես արտառոց բան չտեսա աերոդինամիկայի մեջ, կարող է մեջն է, հագեցվածությունն է շատ ավելի լավը, քան մեր արտադրողներն են եւ ասենք մշակողներն են անում։ Իսկ հնարավոր է ոչ մի ձևով չտարբերվի, ասեմ ձեզ, որովհետեւ նման էժան, մարտի դաշտում էժան անօթաչուները ինչի են անօթաչու։ Ինչի, ասենք, ռուսական ֆիլմ կա բանը «Ночные ведьмы», բանը գիշերային վհուկները, ինչի կուկուրուզնիկով աղջկեքին չեն նստացնում եւ հանում, ասենք, հետախուզելու, որպեսզի, ասենք, էժան նստի հետախուզումը, օդից հետախուզումը հակառակորդի, իսկ էժան դա ենթադրում է նաեւ, որ մեջի բաղադրիչներն էլ էժան լինեն։ Կարճ ասած, կարող է ոչ մի առավելություն դա մեզ չի տալի, բացի նրանից, որ Ամերիկայից ինչ-որ բան ստացել ենք կամ գնել ենք։ Ինքնին դա դրական է գնահատում է։ Իհարկե, որովհետև դա դուր է բացում, որ հետո մյուս ամերիկյան արտադրողի մոտ գնաս, ինքը չասի բյուրոկրատական որոշ այս թղթերը լրացրա, ես իմ վերջի օգտագործողի թուղթը լրացրա, Տրամպին սափրող Վարշավիրի, ասենք, անունազգանունը եւ հայրանունը, թույլտվությունը բեր, Ելիզավետայի հանգուցյալ, ասենք, շյունիկների ոտերի թաթի հետքերը բեր, այդ բյուրոկրատական բաները մի քիչ թեթևանում է, պրեցեդենտ գոյություն ունի, էլի, ասենք, ընդհանրապես անգլիալեզու պետություններում, այդ թվում Ամերիկայում, ոչ միայն իրավական դաշտում է պրեցեդենտի պրավա են կոչում, օրինակների օրինակային իրավաբանություն, հա, սենց կլինի, երևի, չգիտեմ, ավելի մասնագետներ ասեն։ Ամեն դեպքում սա լավ էր, որ այսպես եղավ։ Նաև տարբեր պետության մեջ եղած անգլիալեզու պետության մեջ ֆիրմաներ, բյուրոկրատներ ասում են, էս եղել է, էլես գլուխ չցավա, ուրեմն կարելի է բան անել։ Այդտեղ երբ որ սկսում է բյուրոկրատիան ենթադրենք ուրիշ զենքի համար, դա նշանակում է ինքը չի տալու այդ ապրանքը։ Ինքը ուղղակի ինչ-որ մահանաներ է ման գալի, որովհետև դու բերում ես օրինակ, խնդրեմ, կա նման բան, եթե ինքը այդ ցանկություն ունի վաճառելու կամ տրամադրելու, դա իր համար արդեն հիմք է։ Հատուկ օրենքներ ընդունել պետք չի։ Հատուկ օրենքներ ընդունվում է Ամերիկան ընդհանրապես ղեկավարվում է ինչ որ արգելված չի թույլատրված ձևով,
նաև բիզնեսի մեջ եւ հատուկ մանրակրկիտ արգելքներ են ընդունում, ոնց որ ասենք թուրքերի մարդացիացության պահվածքի պատճառով 907 բանաձև ընդունվեց։ Կար, հիմա էլ չկա, ցավոք սրտի։ Դա ասում եմ ընդունվեց ժամանակին։ Կարճ ասած ինքը դրական բան է։ Մի փոքր էլ սրա մասին խոսենք, եթե ծանոթ եք մարտական գործողություններում կիրառման արդյունքներ կան, ոնց է այդ կոնկրետ այդ անօթաչուն իրան ցույց տվել ռուս-ուկրաինականի վերաբերյալ կարամ ասեմ, որ նման հետախուզական դրոններ, եթե հեռու բաներ նկարանող օպտիկաներ եւ սարքեր չունեն, որոնք ասենք եթե լոկացիոն կայանների դեմ են աշխատում, հեռվից աշխատող եւ լոկատորի դեպքում թևերից եւ կորպուսից տրիանգուլյացիայով ճշգրիտ տեղը որոշելու համար հեռու չեն գտնվում կրակակետերից, իրանք նույն ձևով հաճելի բան են, թիրախ են հակաօդային համակարգի համար։ Ուզում եմ ասեմ, այդ տիպի սարքը, այդ չափսերը բանը ինքը հələ պատկերացրեք ավտոմատիկ կրակի հասանելիության մեջ լինի, մեծ հաճույքով կկրակեմ, էլի, մեծ հաճույքով։ Դե հուսանք բարձր կլինի, ինչի՞ դե եթե բարձր, ուրեմն համակարգը կկրակի, ասենք ամենը ներքին օղակը եթե չհասցնի PZR-կաները, ասենք Strela-Igla, Javelin, ուսից աշխատող, այո, եթե PZR-կաները չաշխատեցին, արդեն կաշխատի ասան, տորը եւ այլն, ինքը պետք է հեռու լինի, հեռու կամ հայտնաբերված հակաօդային համակարգերից հեռու եւ բարձր, կամ էլ առաջնագծից մեր տարածքում պետք է գտնվի, հակառակորդի տարածք ավելի էժան բաներ է ուղարկում, շատ ավելի էժան, քան դա։ Ոնց որ ասենք ԱՀՂ մեր ծանոթ ռադիոլսողները գիտեն ինչի մասին է խոսքը, ԱՀՂ հայրենական արտադրության անօթաչու է։ Հայկական արտադրությամբ շատ լավ, էժան խոսքի մի հատ լավ թանկանոց սիգարայի գնից մի քիչ թանկ էլի սենց ասում։ Սիգար ծախողներն էլ եւ սիգար օգտագործողներն էլ գիտեն ինչի մասին է խոսքը, որտեղ ծվերը պատկերացրեցին թե ինչի։ Ես ծխելիքը չեմ բանանում գովազդում որպես այդպեսի, բայց հիմնական թեմային կանք հրամանատար։ Երկրորդ համաշխարհայինից հետո ամենաինտենսիվ կերպով կիրառվել են քաղաքացիականները մարտական գործողություններում ռուս-ուկրաինական պատերազմում, երևի թե Եվրոպայի տարածքում, եթե բանանենք, եղել է շատ ավելի մասնակցություն Հարասլավիայի, երբ որ նույն ձևով, կռվով, դավով, ոնց որ Ուկրաինայից սաղին հավաքում տանում էին, ասենք, թեկուզ Բանյա Լուկայի հետ կապված տես դեպքի դեմ Սերեբրենիցայի հետ կապված նման բան գիտեմ, երբ որ սերբերը ծեծելով սերբերին, ասենք, տանում ասում էին գնացեք պաշտպանեք, իրանք չգնացին ու մուսուլմանները եկան դաժանություններ արին։ Դա եղավ իհարկե հետևակ, երբ որ սերբերը եկան այդ մուսուլմաններին տարան կոնցլագեր, վատ բաներ եղավ, բայց սկիզբը եղավ դրանից, որ տղամարդիկ չուզեցան հերթապահեն։ Ասին դա բանակի գործն է, մենք բանակային չենք, բան։ Մենք հարկերը մուծում ենք եւ լավ քաղաքացիներ։ Իսկ բանակը, ասենք, չէր ցանկանում շատ մեծ ուժերով բանաներ, ինքն շատ քիչ բանա պոստեր էր դրել, արդյունքում եղավ նաև դա։ Այն ինչ որ եղավ։ Ուկրաինացիները կարծես թե մի փոքր ավելի շուտ սկսեցին ներգրավել քաղաքացիականներին, քան Ռուսաստանը։ Ռուսաստանը երկար ձգեց, հետո մոբիլիզացիա հայտարարեց, բայց Ուկրաինան դեռ չսկսած արդեն տարածքային պաշտպանության զորքերի հետ սկսեց աշխատում, փորձեց ձևավորել տարածքային պաշտպանության։ Տարածքային պաշտպանության այդ բանը գումարտակները Ռուսաստանի նմանատիպ գումարտակներ ստեղծելու բանը ավելի վաղուց ա եղել։ Ուղղակի ուկրաինացին մեր նման, երբ որ ինքը իրան է թողում, նաև ռուսն էլ դեբիլացած ասում է վաղը կանեմ, վաղը չեմ այսօրը կանեմ, հիմա պրեզիդենտի ես իմ աղջկա հարսանիքն է, դրանով զբաղվեմ, արա պետք է բանա երկաթգծի պետի համար նվեր պատրաստեմ, այդ համ դրանով զբաղվեմ, սենց տարբեր մահանաներ էլի կարա գտնվի, երկարվի։ Իսկ երբ որ ասենք նաչալնիկ ես ունենում, դա կլինի, չգիտեմ, Փարիզում, Լոնդոնում, թե Վաշինգտոնում, մեր դեպքում ասենք Թեհրանում, Անկարայում, Մոսկվայում, նաչալնիկը կարող է չղայնանա ու ասենք հայհոյանքներ չլսելու համար մի քիչ ավելի արագ ես էլի աշխատում։
եւ ուկրաինացիք տերաբարոնայի հարցում առաջ ընկան հենց դրա պատճառով, որ իրանք ենթակային գումարի պատճառով, այնտեղ զենքի պատճառով հաճոյանալու խնդիրներ ունեն շեֆերին, հա, իրանք իրավաբանորեն տարածքային չէին մտնում Եվրոմիության կամ ՆԱՏՕ-ի բանի մեջ չէին մտնում, բայց ՆԱՏՕ-ի եւ ասենք Եվրոպայի ռազմական ֆունկցիոներները, քաղաքական գործիչները կարող էին իրանց բզել, ոնց որ ասեցի, ժամանակին բզում էր Կրեմլը նախկին սովետական միության հանրապետությունների ղեկավարներին եւ համապատասխան ասենք գերատեսչություններով էլի։ Բայց ամեն դեպքում մենք կարող ենք ֆիքսենք, որ այսօր Ուկրաինան մեծի մասամբ պատերազմում է նմանատիպ զորքերով։ Ուրիշ բան կա, որ իրանք արդեն մասնագիտացել են, դարձել են շատ մոտ են պրոֆեսիոնալ։ Գիտեք ինչն է բանը ուկրաինական մոդելի վատը, ուրեմն ինքը տարածքային գումարտակները երբ որ հավաքագրեց, արդեն պատերազմական գործողություններ էին սկսել։ Եվ ի տարբերություն բանակին ինքը վարժանքի վրա ամիսներ չծախսեց տարածքային բանը, ավելի շատ թնդանոթի միս օգտագործեց։ Ցավոք սրտի։ Դրա համար դրական այդ փորձը որպես ասենք չի կարելի էլի գնահատել։ Ռուսները տարածքային բանը 90 թվականներից ունեն համապատասխան հրամանագրեր բան, բայց ոնց որ Կուրսկը ցույց տվեց, իրանց մոտ թղթի վրա է անգամ պատերազմական գործողությունները սկսելուց հետո։ Դե ասեցի, վերևից начальник երբ որ չի լինում, մեր չեն քրվում, մի քիչ շատ բյուրոկրատներ աշխատելու ցանկություն չունեն։ Դե նույն աշխատավորցով ավել գործանել, դե ոնց կարելի է, չէ։ Բա էլի նոկամ բանա, ոչմ, ոչ էլի, չէ, էլի չեմ ուզում։ Ռեգիոնում հետ խորհրդային երկրներ։ Երևի դրա համար են մեր մոտ անընդհատ պարգևավճար տալի, որ հետո երբ որ ավել գործանելու ունեն, շատ չթփրտան էլի։ Սկզբից իհարկե շատ դժվար էր եւ ռուսներին մոբիլիզացիա անել եւ ուկրաինացիներին։ Չէ, սխալ է։ Ասենք մենք օրինակ վիդեոներ կա Telegram-ում շատ, երբ որ այնտեղ կա նյութապահովման խնդիր։ Չէ, բանը, քանի որ կան ծրագրեր եւ կան համապատասխան ռեսուրսներ, Ուկրաինան էլ ուներ, Ռուսաստանն էլ ուներ, կակրաս սկզբի վախտով այդքան բարդ չէր։ Այն բանը պրոպագանդայի աղմուկը, որ ռուսներ անում ուկրաինացիների վերաբերյալ եւ արևմուտքը ուկրաինացիների հետ ռուսաների վերաբերյալ, դա մի քիչ ծիծաղալու բաներ էր, էլի ասենք, իրականությունը այնքան էլ այդպես չէր։ Երբ որ ուզում է բյուրոկրատը համապատասխան աստիճանի, շատ հասահուն դա աշխատում է։ Հա, եթե ուզում եք բանը իմ կարծիքը լսեք, այն ռուս պրոպագանդիստները, որ մշտապես այս սրան ծեծեցին, նրա անկանանիկ խառնվան բան, տարեկան բանա 350,000 մարդ, 250-ից 350,000 մարդ հավաքագրում է ուկրաինացին։ Շատ մեծ թիվ։ Ահա, բայց պատիկն է հայկական բանը։ Բայց կադրերի թիվը 300 չկա տարվա մեջ, որ հավաքվում է, էլի, ասենք նման կադրեր։ Չի հավաքվում այդքան։ Ամսվա մեջ 25-ից 30,000 մարդ են հավաքագրում, ու ասենք ամսվա մեջ 3-ից 10 հատ կամ 20 հատ կադր է լինում։ Լավ, ասենք մի 70 հոգի էլ կողքը մարդ չկար չնկարեց, բայց ընդհանուր 30,000-ի դեպքում 29,900-ը սահուն էթում է։ Դա այնտեղ կատաստրոֆիկ չի, ուղղակի բան է, այս նույնիսկ լրատվամիջոցի դար չի, էլի, ոնց որ 19-րդ, 20-րդ դարը ավելի շուտ համացանցի եւ ասենք նկարանող հեռախոսի դարա։ Ինչի սпасել թե թերթում ինչ են գրել։ Հա, էլի, ու այդ նկարածը ընդհանուր պատկերը երբեք չի արտացոլում, երբեք այդ ձերքի նկարածը չի լինում այդպես բան։ Խնդալս գալիս է, երբ որ ասենք մեկ-մեկ ռուսական բաներին նայում եմ, բայց նույն ձևով ծիծաղս գալիս է, երբ որ ուկրաինական freedom-ն եմ նայում կամ ասենք իրանց Telegram Բարձրաչափ կարողություն է։ Չի կարելի է այդ աստիճան սեփական ժողովուրդը էշի տեղ դնել, էլի, համ ուկրաինացիք, համ ռուսները։ Սեփական ժողովրդին։ Իսկ մայրիկ մյուս ժողովրդին են ուզում էշի տեղ դնել։ Սեփական ինչ է, հակառակորդ։ Հակառակորդի։ Կամ սեփական, երևի մեծ հաշվով է երկուսն էլ։ Չէ, ինձ թվում է ավելի շուտ այդ պրոպագանդիստների բանը բավականին ցածր է հոգեբանության եւ մարդաբանության, սոցիոլոգիայի, ասենք, գիտելիքները։ Հրամանատար արդարության համար պետք է նշենք, որ մենք էլ 44 օրյա պատերազմում
Այնպես չի, որ գերազանց ենք քարոզչական հատվածն իրականացրել, դուք այդ ժամանակ պատերազմում եք, հավանաբար չեք հետևել։ Հավանական չէ, ես դրա ոչ հավես ունեի, ոչ ժամանակը, ոչ էլ հնարավորությունը ասեմ։ Ինձ ուղղակի օրվա մեջ բանը ոմայի կենտրոնից վոդկա էին ուղարկում տպագրած, ես թեթև նայում էի ինչ կա, ասենք Իրան, Վրաստան եւ այլն այդ տիպի բաները, բայց ընդհանուր առմամբ իմ պարտական շատ վատներ, ես հետո եկել ուսումնասիրել եմ, մեր մոտ պրոպագանդան շատ վատներ, 0 չէր, մինուս էր, թուրքերինը ավելի լավներ, որովհետև իրենք ավելնորդ չէին խոսում, իրանք ավելնորդ չէին խոսում, և իրանց պրոպագանդան փաստը լինելու դեպքում էր, ասենք, սկսում խոդան գնել, կամ էլ երբ որ արդեն խոսքի օրինակ այս բնակավայրը հայ-հայա պետք է վերցնեն, դիմադրող ուժեր չկա, բան եւ զեկույց է հետո, որ այս վիճակն է, վաղը կվեկալենք ու կարողա վաղը չստացվեր, խոսքի մի քիչ դիմադրեին, ասենք մեր հայրենակիցները 3 օրից ելներ, բայց պրոպագանդայի բանի մեջ, ասենք, դա այնքան վնասատու չի։ Ինչի ենք մենք սրա վրա այսքան կենտրոնանում, սիրելի ռադիոլսողներ, որովհետև քարոզչությունը եւ քաղաքացիականների հավաքագրումը մարտական գործողություններին իրար շատ մոտ գնացող երևույթներ են, այսինքն դու չես կարող առանց մանավանդ քարոզչական աշխատանքի նամանավանդ բան կա, դա մանավանդ, նամանավանդի մանավանդը, ինչի հետեմ, երբ որ մարդը ժամկետային պետք է գնա ծառայելու, գիտի, որ հեսա գնալու է, պրիսիագա ընդունելու եւ ժամկետային ածա, ինքը ներքուստ պատրաստ է հրամաններ կատարել եւ այլն։ Այն որ պատրաստ չի, ասում է ես չեմ ուզում, իրան բերդ են ուղարկում, որտեվ գողական աշխարհի ներկայացուցիչ է իրական, ոչ թե կեղծ, հա։ Բանը, եթե դու ծառայությունը ժամանակին արել ես, կամ ցանկություն չունես ծառայելու, որտեվ Եհովայի վկա ես, քեզ բերել այն դրան, որ դու հայրենիքին պիտանի լինես, հարկերը տաս ոչ միայն գումարով, այլ նաև արյունով հարկ տալը չի նշանակում բոլորը իհարկե զոհվեն, էլի, դա նշանակում է այդ 1000-ից 1 հոգու զոհվելու շանսը կա, բայց 1000-ն էլ պիտի քիչ թե շատ գիտակցելով այդ հարկը տան արյան, էլի։ Այդ մարդկանց բերել դրան, որ իրանք այդ հարկը տան։ Հիմա լավ քարոզ է այդում, չէ՞, ֆինանսներով բանը մուծեք եւ հանգիստ քնեք, մուծեք, որպեսի լավ բարգավաճ Հայաստան լինի, մուծեք, որ օրինաց երկիր լինի, մուծեք, որ ապագա լինի, այսպես էլի ասեք, ուժեղ Հայաստան լինի, մուծեք, որ ուժեղ Հայաստանը եւ վերջի լոզունգն է, չէ, որ նոր առաջացել է, ու այտենց մուծեկով է, բայց մուծեք ֆինանսներ։ Իսկ այն քարոզը, որ պետք է ասի, որ ախպեր, դու նաև ուրիշ մուծելու բան ունես, քրդինքի հարկից բացի արյան հարկ ունես տալու, այդ քարոզը մեր մոտ շատ վատ է դրված, 20 թվականին է վատ դրված եղել, թե չէ երկրի ղեկավարը ստիպված չէ լինի հելներ ասեր բան գյուղացիներով, ես իմ 30 հոգի հավաքվեք, այտենց անհեթեթ հայտարարություն էլ գտնել է պետք, բայց ինքը ճարացյալ է երևի դա արել, չէ։ Լավ կյանքից չի։ Այո, լավ կյանքից չէր, որտեղ պրոպագանդան չէր աշխատում։ Իսկ 18 թվականից հələ ասենց պարավոզիկը իր վարկանիշը բավականին մեծ էր, հենց իներցիայով։ Եվ ինքը, ասենք, այդ հայտարարությունով բավականին, ասենք, լուրջ քանակ մարդ զենքի տակ կանգնացրեց։ Ռուսաստանում ավելի շատ մարդիկ, պետությունը փողով է այդ հարցը կարծես թե լուծում։ Այսինքն փողով այդ հարցը չես լուծի, չէ, փողով այդ հարցը չես լուծի։ Ընդ է որտեղ Ռուսաստանում 30,000 ռուբլի աշխատավարձ է, նախընտրելի է գալ բանը 200,000-անոց կամ 250,000-անոց աշխատավարձի նստել, բայց դա բանը մարտի դաշտ գնալը չէ, պետք է համապատասխան քարոզ լինի, որ ասենք փողը դա հաճելի բոնուս է։ Ինքը ուրիշ ոչ մի բան չի։ Ռուսաստանում բոլոր այն մարդիկ, ովքեր որ պայմանագրով գնում են մարտադաշտ, իրանք ամեն դեպքում նաև համընկնումներ ունեն ռուսական գաղափարական կարողա չէ, հայրենասիրական բաներ մեջները ունեն։ Կարողա գաղափարական բռնում են այդ եդինառոսների հետ, կարողա չեն բռնում, բայց որ իրենք ինչ-որ պատկերացումներ ունեն, որ երկիրը վտանգի մեջ է, ավելի ապահով լինելու համար սենց մի քիչ պետք է լայնացվի արևմուտքի ուղղությամբ, բան,
այդ իրանց մեջ կա, եթե չլինի, ասում եմ փողի համար շատ ավելի հեշտ է գնալ մի հատ երկաթգծի կաբել փոկել, ասենք այդ մի ամսվա աշխատավարձը հանել, հետո մյուս կիլոմետրը, պատերազմում եք Ռուսաստանի հազարավոր կիլոմետրերով անմարդաբնակ տարածքները։ Դե փող աշխատելը ընդհանրապես էլի, եթե դու օրինականության հետ այնքան էլ բարեկամություն չես, ընդհանրապես խնդրեմ չի։ Այդ ամսվա աշխատավարձը պատերազմի դաշտի զինվորին տրվող։ Դա խնդիր չի։ Դե այն ով որ հանցագործ է դառնում ու բանա ինչ որ հանցանքներ է գործում, դա դրանք են ովքեր որ ամիսը խոսքի 2, 3, 5 միլիոն ռուբլի են ուզում։ 200,000-ով այդ ռուսերեն ասում են 90 իրանց նույնիսկ չեն ձերբակալում, էլի։ Այդքան գողանալու համար։ Այնքան տարածություն, այդքան ոստիկանությունը կոնտրոլել չի անում, էլի։ Մինչև 16-17 թվականները բոլորին թվում էր, որ պատերազմները 4-ին գորանոց են լինելու եւ աշխարհազորին հերթը չի հասնելու քաղաքացիականների։ Դա այդ 90 թվականներից է։ 90 թվականներին, երբ որ սովետը քանդվավ, աշխարհով մեկ գնաց սպառողականության հաղթարշավը, որին զուգահեռ որ բանակի վրա խես շատ փող ծախսում։ Հենա Ամերիկան մենակ հիմար ասենք աշխարհին տերադառ է, ինքը թող ծախսի ՆԱՏՕ-ի տեսքով, բազաների տեսքով, դուք մենակ սպեցնազ պահեք հերիքա։ Մենակ սպեցնազ, ինչն է պետք է լնա Իսրայելը սպեցնազով գնաց արեց, արեց, ոչ մի կերպ չէին խոսում, որ Իսրայելում ասենք 2 տարվա զինծառայություն է, այստեղ կա 3 տարվա եւ ասենք սաղկյանքն էլ ռեզերվիստ էս գրանցված։ Էլի սպեցնազով արեց, բայց սպեցնազի հետևում խոսքի մի 50 անգամ ավել բանա զրահատանկային, ցամաքային զորքեր եւ այլն ասես բաներ ունի, ասենք, եւ հարյուրավոր չի, հազարավոր միավորներից ավիացիա։ Եվ բարձր տեխնոլոգիական զինատեսակներ եւ այլն։ Ինքը սպեցնազի մասին չի, սպեցնազի մասինը, երբ որ ենթադրենք մի քանի բեռնատար ինքնաթիռ ունես, ուղղաթիռ ունես մի քանի բեռնատար եւ 5 անգամ ավել մարտական, որ այդ ուղղաթիռների գնալը ապահովես։ Կարճ ասած պատերազմները երկար են լինելու։ Ճիշտ եմ հասկանում, այսինքն այնպես չի կարճ ասած պատերազմը լինում է այնպես, ինչքան այդ երկու կողմը համաձայնեն վարեն։ Ընդհանրապես պատերազմները չեն դադարում ոչ բանի Ռուզվելտի կամ ասենք Տրամպի ցանկությունով, սուտա, քանի կողմը պատրաստ է պատերազմը վարել, պատերազմը վարվում է, եթե ինքը սկսել է։ Եթե ինքը սկսել է իրան բանա կանգնացնելու համար, պետք է երկու կողմն էլ ասեն չեմ ուզում էլ կռվեմ։ Գոնե ինքը իրան։ Ուկրաինացին չուզենալու համար սուտ է, ինքը աշխարհազոր վերջապես 50 միլիոնանոց երկիր էր, երբ որ սովետը քանդվավ։ Հիմա ռուսական ռոպագանդայով 25 միլիոն են մնացել, արևմտյան բաներով 42 միլիոն են մնացել։ То есть իրանց համար բանը 300,000 տարեկան բան համալրում բանակ ուղարկելը մեծ բան չի, իսկ Ռուսաստանի համար ընդհանրապես դա խնդրեմ չի, էլի ինքը վերջապես Ուկրաինայից մի 100 միլիոն ավել բնակչություն։ Այսինքն մարդկային ռեսուրսների տեսանկյունից մեծ հաշվով այս պատերազմը կարա շարունակվի ռուս-ուկրաինականին եթե։ Ոչ միայն այդ դրա պատճառով, այլ նաև տնտեսության պատճառով։ Տնտեսությունը դրա մասին է, որ փող բերի, որ պետություն, բյուրոկրատիան գոյատևի եւ այլն, ու լիքը ծախսելու տեղ կա։ Պետությունը եթե հարկեր չի կարա հավաքի, որտեվ պատերազմը ինքը վաղ թե ուշ սկսելու է խեղդվել, ասելու է խաղաղություն եմ ուզում։ Եվ միջնորդներ ման գա եւ այլն, ասենք։ Եթե բյուջեի չափ փող են տալի արևմուտքից, Ուկրաինան հակ շարունակի իր պատերազմը, ինքը խնդիր չունի։ Մարդկային բաների դիրքային պատերազմ պահելու համար, ասենք, ինքը ունի տեխնոլոգիաներ տալիս են, կարա քանակականով սիճի Ռուսաստանին եւ ոչ մի ձևով չնեղվի դրանից,
տեխնոլոգիաները թույլ են տալի 2 զինվոր անի, ասենք 3-ի կամ 10-ի գործողությունը կատարեն։ Գումար տնտեսության համար, որ տնտեսությունը չծալվի, պետության ցաղ ինստիտուտները աշխատեն կա, երբ որ ինչ-որ բան էլեկտրոկայանա վարի հետում միանգամից արևմուտքից օգնությունը գալիս է, ինքը խնդիր չունի, ինքը անընդհատ պատերազմելու է։ Ժողովուրդը պետք է չուզենա այլ պատերազմի այս պարագայում, ոչ թե պետությունը, ժողովուրդը պետք է չուզենա, որ մի բան լինի։ Նույնը Ռուսաստանն է։ Իր գլխին սանկցիաները որ բերում են, ռուսը հիմար չի տենում, իր գլխին ինչ բերում են 10 անգամ չէ, բայց մի քանի անգամ ավելի մեծ խնդրեմ այդ սանկցիա բանա, գոնե Եվրոպայի մասով այդպես է, էլի ասենք։ Ամերիկան այնքան խելար չէ, էլի, որ ինչ որ իրան պետքա դրա վրա սանկցիան է։ Օրինակ ռուս ատոմի վրա խի սանկցիա չի անում։ Հսկայական, ասենք, տիեզերական ծրագրերում կան սանկցիաներ եւ այլն։ Ինչի՞ չի անում, չէ, հենց ատոմը, որտեվ ատոմում էլ տիեզերական ծրագրում էլ, որտեղ ինքը անհրաժեշտությունն ունի, ինքը դեռ սանկցիա չի կիրառում։ Որտեվ այնտեղ բանը այդ հրթիռները սկզբնական, ասենք, բաներն են, ռուսականներն են օգտագործվում, RDS-ի ինչերը։ Իսկ ատոմակայանը բանը ամերիկյան չէ, որ ինչական ուզում ալնի, երևի բացի բանից, ֆրանսիականից, սա օգտագործում են ռուսական հարստացված ուրանը։ То есть բանը իրանց պատերազմը կարճ ասած հավերժ է լինելու, եթե ժողովուրդները չուզենան։ Հիմա մենք այդ դրա մասին խոսում ենք, բայց ոնց որ ասած թեմայից առաջանանք եւ չասեցինք բանի համար, այդ չշարունակեցի միտքս։ Տարածքային պաշտպանությունը որպես թնդանոթի միս օգտագործելը մեծագույն հանցանք էր ուկրաինացիների կողմից ու հիշում եք այդ Կիևում զենքերը բաժանում են, ռուսները բան էին անում, դա այն մարդկանց էին տալի, ով որ այդ տարածքային բաներում գրված էր, ընդամենը գալիս այն զենք էին ստանում։ Զենք ստանալու, հա, որտեվ ասենք ինքը Կիև քաղաքում, եթե մեր նման ավանակաբար այդային մենակ սովետ աշենում ասենք զենք ստանային, ոնց որ ստեղ եղավ 16 թվականին եւ 20 թվականին, ես ստուդիա 20-ին արդեն տեղում էին ստանում, եթե ես չեմ սխալ։ Տեղում չէ, բայց ու էլի մի տեղից, մյուս տեղից, ասենք տարբեր կորպուսներում դա էլ մեծագույն հիմարություն է, որտեղ այդտեղ խոցելը մեկից մեկ էր, մշտապես հետախուզական դրոնը գլխներից կախված էր զենք ստանալու բանի ժամանակ։ Բանը ուկրաինացիք, որպեսզի կենտրոնացում չլինի, արդեն ռուսը ցույց էր տվել, որ որտեղ ասես ինչով ասես խփում է, ինքը ցրեց ու տարածքային պաշտպանության բաները ստացան։ Բանակը տարածքային պաշտպանությունից տարբերվում է ինչով, ինքը երկար պարապում է։ Մինիմում 2 ամիս ուկրաինական բանակը իր համալրումները պարապացնում է, նոր ահանում կռվի դաշտ։ Տարածքային պաշտպանությունը հիմա ամեն մարդ չի, որ ընդգրկվում է սկզբից, ընդգրկվում են շատ մարդիկ, ովքեր որ գործող բանակում չէին։ Հիմա այտենց չի։ Ինչի՞ է բանը տարիքով մարդկանց են մենակ վեկալում, առողջական խնդիրներով մարդկանց, այն ինչ որ ասենք թղթերով գրված է։ Բայց քանի ասենք թղթերով գրված բանը գրվածին ուշադրություն չէին դարձնում, ով ասես ընդունվում էր, որտեվ բանը հատուկ աշխատանք չէին տանում տարածքային պաշտպանության ուժերը մարզել, պարապացնել։ Մեր մոտ էլ այդ հիմարությունը կա, ասեն։ Մենք էլ մեր տարածքային պաշտպանության բաները, ասենք, ռուսների խորհրդով, որ ասենք աշխարհազորը, չգիտես հիմա, ասենք, հիվանդ ֆանտազիայով անցավ, ասենք, աշխարհազորը վերացնել, ճիկուտը ջարդել, որտեվ ասենք, բանը մատնե մատը հայտնվավ տերաբարոնան, հիշեցին, որ ռուսները մի քանի տարի առաջ մեզ տարածքային պաշտպանության սխեմաներն էին ուղարկել ու ասել էին խորհուրդ ենք տալի օգտագործեք։ Հիմա եթե տարածքայինը բան անենք, մեր հիվանդ ֆանտազիայով այս մատնե պետք է ջարդենք, որովհետև Ամերիկայից ինչ որ եսիմիշ սխեմա է։ Տենց չի, բռնուց կա։ Ճիկուտն էլ է պետք, դա տարածքային պաշտպանությունն է կամ աշխարհազորն է, մատնեմատը դա տարածքային պաշտպանությունն է, հետո եթում է ռեզերվը, որ էլի պիտի մշտապես պատրաստված լինի, հետո եթում են գործող զորքերը եւ իհարկե բութը, դա նորմալ խելքը գլխին գենշտաբը։ Հրամանատար ցավում եմ, բայց մեր եթերաժամանակը ավարտին մոտեցավ, հա։ Ինչքանով զրույց եղավ դրա մասին, Աստված գիտի։ Այս թեմայի մասին դեռ շատ ենք խոսելու, անդադար սրա մասին խոսելու ենք, սիրելի ռադիո լսողներ։ Բայց կարճ մի հատ հայտարարություն եմ ուզում անել։ Ուրեմն, քանի որ ազգ բանակի մասին շատ հաճախ, ասենք, ես խոսում եմ, բայց մարդկանց համար այն խամել են կարելի չի, էլի, մտածում են բոլորին բանը համազգեստ հագցնել եւ մարտի դաշտ։ Դրա մասին չի խոսքը, դե որ մարդիկ, ասենք, ավելի պատկերավոր հասկանան ինչ բանա
ազգ բանակը, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգը մոտավորապես 10 օրից ոման ոգեզեն հարթակի հետ համատեղ ոմայի տարածքում դասընթացներ է կազմակերպելու մոտավորապես 10 օրից եւ 2 օր երեկոները ամեն օր 2 ժամ դասերը լեկցիաները եւ դասերը կանցկացնի կկարդա եւ կանցկացնի Հրաչի Արզումանյանը, որը բավականին վաղուց է այդ բանի մեջ եփվում, էլի շատ վաղուց Հրաչի Արզումանյանին ստեղ ստուդիայում տեսել են, պիտի որ ասենք լրատվականի լսողները եւ նայողները ծանոթ լինեն։ Այսքանը սիրելի ռադիոլսողներ, կհանդիպենք, կքննարկենք նորից աշխարհազորի թեման եւ կշարունակենք հետեւել իրադարձությունների զարգացմանը։ Վովա Վարդանովն էր, Հետախույզի օրագիրը։ Ստեսություն, կտեսնվենք։